Ինչի մասին է խոսում դուդուկը, ինչ է ամբարում իր մեջ ծիրանի փողը, և ինչից է, որ այս նվագարանի առաջին իսկ ելևէջներից, ենթաձայներից, աչքերիդ առջև բացվում է Շուշանը, վարդերի տունքը, և երկինքը կապույտից կապույտ է դառնում Աստծո լույս ու փառքով։ Գուցե այդ խորհրդով ենք հաճախ ետ գնում, կանգնում վարպետի կողքին, Արարատի ձեր կատարի դեմ հանդիման, կամ բարձրանում ենք Արագածը ալմաստ վահան, որ են թափառական ամպերի մեջ լսենք Լևոն Մադոյանի դուդուկի ձայնը։ Գուցե նաև այս կերպ է կայանում Աստծո ու մարդու հանդիպումը, և բյուրեղ վրան գագաթներից եկող ձայների հորձանքի մեջ է ծնվում մեղեդին։ Կենսագրի պատմածից Լևոն մի օր ասել է վարպետը. դու պիտի գտնես էսինչ զուլում աշխարհ է գործիս մեղեդին, և եկավ օրը ու հայտնություն եղավ։ Լևոն Մադոյանի մատների մոգական հպումով ծիրանի փողից պոկված մեղեդին հոգուց հոգի անցավ, մխիթարեց դոչորված սրտերը, էդ մեղեդին էր, որ ծվարեց մնաց Գյումրվա 7 վերքի ողանջների մեջ, հայրենի լեռնաշխարհում դաշտ ու այգի հերկող, աղետ ու արհավիրք դիմակայող, տուն ու փողոց կառուցող, որդի ծնող, երկիր պահող ժողովրդի հույզերի մեջ։
Ժողովրդական արտիստը 1952-ին Հայ ֆիլհարմոնիայի, ապա Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների պետական անսամբլի մենակատար էր։ Իսկ մինչ այդ 1939-ին նա Մարգար Մարգարյանի հետ մասնակցեց հայկական արվեստի մոսկովյան տասնօրյակին եւ արքայավայել շռայլելով դուդուկի մեղեդիները նվաճեց առաջին մրցանակ։ Կոմիտասյան, իսահակյանական, շիրազյան ներշնչումների նրա նվագը ծովեր կտրեց, հուզեց աշխարհի շատ ժողովուրդների։ Սփյուռքում տուն կանչող ազդական չեղավ, ովքեր լսել են կվկայեն։ Լևոն Մադոյանը հենց միայն հովվի կանչով իր հերթին սիրո հիմնը երգեց։ Խոսեց, նվագեց, հավատաց ու հավատացրեց, որ անգամ եթե սիրահարները սիրո կես ճամփին ընկնում, հանգում են, բայց չեն անցնում, աշխարհ են գալիս վերստին, որպես ճշմարիտ սկիզբ, միտք, վարք, ծնունդ, որպես անընդհատ վերադարձող վաղեմի կանչ, որ ելնում է միայն ծիրանի փողից։ Դարձյալ կենսագիրն է պատմում։ Լևոն Մադոյանն այն երջանիկներից էր, որ առաջին դասերն առավ պապից փոխանցված դուդուկով, օրհնված էր։ 20-ականներին Լենինականում բացված առաջին երաժշտական դպրոցում սովորելուց հետո դուդուկը ձեռքին քաղաքից քաղաք անցավ ու էլի ետ Գյումրի եկավ, այս անգամ Նիկողայոս Տիգրանյանի կանչով։ Այն տարիներին ինչ իմանար, որ իր նվագով դառնալու է բացառիկը բացառիկների մեջ։ Սիրահարված էր, իսկ ծիրանի փողը առաջին սեր էր, եւ ասպետը եղավ այն միակը, որ թաղից թաղ, հարսանիքից հարսանիք, մահ ու կնունք, ծնունդ ավետող գործիքը խնջույքների բոհեմից տարավ բեմ, մեծ բեմ, ու ջանաց, որ հայկական դուդուկը արևելյան նվագարանների մեջ ճանաչվի իբրև փառահեղ թագուի,
Սա Լևոն Մադոյանի պատմական ծառայություններ գրեցին ժամանակակիցները եւ հատկապես նրա հետ բեմեր նվաճած Նորայր Մնացականյանը։ Այն ինչ հեռու ժամանակներից ավանդաբար եկել ու ամբարվել է դուդուկահարների անդաստանում, բոլորովին նոր որակ ստացավ Լևոն Մադոյանի արվեստում, գրում է ժողովրդական երգիչը։ Նրա պրպտող միտքը չգնաց այն ճանապարհով, որով անցել էին նախորդները, այլ յուրովի ըմբռնելով դուդուկի դերն ու նշանակությունը, նա դուրս եկավ մի լայնահուն պողոտա, որը հետագայում կոչվեց Մադոյանական։ Դուդուկով կատարվող հայ երգն ու երաժշտությունը, որ մինչ այդ մատուցվել էր պարսկական մեղեդիների որոշ եւ երբեմն էլ հախուռն խառնուրդով, Մադոյանի մատների ներքո վերստին հայացան եւ սկսեցին հնչել ավելի կիրթ, չափավոր ու միշտ չափի մեջ ներքին բարեկրթությամբ, ընդ որում հաճախ ավելի էպիկական, քան քնարական շնչով։ Մադոյանական այս կատարումներն անմիջապես գրավեցին հազարավոր սրտեր, փառք բերելով ոչ միայն սիրված արտիստին, այլև առհասարակ դուդուկին, այն թյուր կարծիքը, որ մինչ այդ գոյություն ուներ այս գործիքի վերաբերյալ, իբրև նեղ ու սահմանափակ նվագարան, Մադոյան դուդուկահար վառ անհատականության շնորհիվ վերափոխվեց, խոստովանում է Նորայր Մնացականյանը։ Անզուգական կատարող էր վարպետ եւ այդպիսի վարպետների շնորհիվ հայ մարդը երաժշտությունը կարողանում են գտնել միմյանց, հանդիպել իրար հետ։ Այդ հանդիպեցնողն էր եւ երբ նա նվագում էր, բոլորը լռում էին եւ իրենց հոգու մեջ միտք անում։ Եվ նա ստիպում էր, որ յուրաքանչյուր մարդ իր հոգու մեջ միտք անի։ Եվ մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու արտիստին եւ ասելու, որ իհարկե սրանով չի սահմանափակվելու, սա դեռ սկիզբն է, որ մշակույթի նախարարությունը պատվիրել է Լևոն Մադոյանի լավագույն կատարումների սիրին հտասալիկը, աշնանը արդեն կթողարկվի եւ հնարավորություն կտա նորից վերադարձնելու նրա անունը արդեն այսօրվա ունկնդիրներին։ Մենք մտածում ենք նրա հիշատակի երեկո կազմակերպելու մասին մեր դուդուկի վարպետների եւ ժողովրդական երաժշտության այլ հրաշալի կատարողների մասնակցությամբ, որպեսզի հիշենք նրա անունը, բացասնենք նրա հիշատակը։ Ես այս սերնդին եմ պատկանում, որ Լևոն Մադոյանին բազմաթիվ անգամ ունկնդրել եմ ռադիոյով հրաշալի կատարումների շնորհիվ, ինչ որ նաև կողմնորոշում է եղավ դեպի ազգային արվեստի նկատմամբ դրսևորվելու ցանկությամբ։ Կարծում եմ ժամանակն է եկել Գևորգին էլ հորդորել, մենք էլ օգնենք Գևորգին, որպեսզի դուդուկահարների ընկերություն կամ միություն այդպիսի մի բան լինի, որպեսզի հնարավոր լինի առավել ուսումնասիրել դուդուկի երևույթը, առավել կարողանալ զարգացնել նրա գոյությունը, որովհետև աշխարհը մեզնից սպասում է այդպիսի մի բանի։ Կկատարենք նաև այս մի քայլը մեր սիրելի Գևորգի գլխավորությամբ։ 52 թվականին ես աշխատել եմ ժողովրդի անսամբլում, որտեղ երգչուհի Շորիկ Մկրտչյան, Գուրգենի կինը եւ շատ երաժիշտներ կային այնտեղ, Ալեքսանդր Սքակյան, Խաչատուր Նեսեսյան, Քավան Ճահար, Մարտին Հովանեսյան, Խանունահար, Իլյա Մինասյան, Կարուշ Հովանեսյան, որոնք նվագակցում էին Լևոն Մանուկիչին, տամքաշներն էին, այսպես ասած։ Ես դափ էի նվագում այդ ժամանակ, շատ մեծ վարպետ էր։ Եվ իր դուդուկի կատարմամբ հայեցի նվագում էր, իսկական հայկական նվագում, մաքուր, տեմպրը, այնպես գեղեցիկ կարող փափուկ տեմպր ուներ, որ չեմ կարող ասել մի ով նվագի, ոնց ուզում են նվագեն, բայց ձայնը ուրիշ էր, տեմպրը կատարումը։
Հենց վարպետ էր։ Գլուխ եմ խոնարհում մեծ վարպետի թողած ժառանգության առաջ։ Նա եղել է մեր դուդուկի նախահայրը։ Եվ նրա, ինչպես ասեց սիրելի վարպետ Սերգեյ Կարապետյանը, նրա դուդուկի ձայնը, նրա հովվի կանչը անզուգական էր։ Նա մնաց որպես դուդուկի մտածողության մեջ, որպես գագաթ։ Եվ մենք երիտասարդներս այսօր կոնսերվատորիայում, ինչպես ասեց հարգելի Արզաց Ոսկանյանը, ամեն ինչ անում ենք եւ պետք է անենք, որպեսզի դուդուկի այս դպրոցի կարևոր երակը, սրտի երակը Լևոն Մադոյանի թողած փոխանցենք մեր մատաղ սերնդին, որպեսզի նա մեր դուդուկի դպրոցը ավելի ամուր լինի, ավելի փառահեղ ինչպես կա եւ փոխանցվի սերնդե սերունդ։ Ծնունդը շնորհավոր սիրելի վարպետ։ Ի շնորհիվ մեր Արամ Մերանգուլյանի կարողացավ իմացալ այդ երաժշտությունները բեմադրել եւ դուդուկը հանդես եկավ որպես մենակատար։ Չենք ունեցել այս տեխնիկան հիմիկվա։ Հայրս զարթնացնում է շուտ պրծի, Մադոյանն է նվագում, Մարգարյանն է նվագում, Վաչյանն է նվագում, Ջիվանն է նվագում, մյուսն է նվագում։ Այ հարիկ թոքնա, բայ բալամ ասում էր ուրիշ ճար չկա լիսի։ Եվ ինչ եմ հիշում, ես կողք գյուղում եմ ապրում, համերգների էր եկել Լևոն Մադոյանը, քրդինքը տվել էր վրես, ես երեսին ամանչում էի նայի, մեծերից քաշում էինք։ Ամբողջ գիշերը մեր տան Արաքսու հետ մինչև լույս չեփարեսին։ Հետո որ իմացա, որ ես եմ նվագում, շուհի եմ նվագում, կլարնե դուդուկ, ինձ վեկալը մի հատ փոքր դուդուկ, պիկոլա կոչվում դա։ Նվիրեց, մինչև հիմա ես պահում եմ, ոնց են ասում, մեծ սիրով։ Ես խոնարհվում եմ մեծ վարպետի առաջ։ Ինձ համար մի քիչ վատն է, որ ես իրեն չեմ կարողացել կենտանի տեսնեմ, ես Բաքու եմ ապրել, բայց փոքր ժամանակվանից 9 տարեկան, 8 տարեկան արդեն այդ իրեմ նվագը իմ պատերազմի տարիներ էր, Բաքվի լավագույն երաժիշտները ֆրոնտ էին գնացել, ես անընդհատ ինչ-որ ձերս փողեր են գնում էի այդ ձայնը սկավառակն է առնում Լևոն Մադոյանը։ Շատ էի սիրում իրեն նվագը։ Առաջին անգամ ասեմ մի հատ ռաստ մուղան ուներ, 3 րոպե էր նվագում, այդ ռաստը գիշերցել եք, ենքան էին նվագում, տլացել էր, մեջս նստել էր։ Եվ իրեն մաչկալ եւ բոլոր ինչքան օլարայեզ, բոլոր ինչքան ձայնագրություններ ուներ, մեծ աճուկով սիրով լսում էի եւ իրենից շատ բան եմ սովորել։ Այսօր էլի ասում եմ խոնարհում եմ, այսպես մեծ վարպետի ցանկանում եմ, որ մեր երեխեքը չմոռանան այս մեծ վարպետներին։ Գան ու անցնեն ավելի լավ կատարեն։ Ստադիոնում պալատքի ցած ֆայտոններ էին, իր համերգներ, ոչ թե մենակ իր համերգներ, այնտեղ շատ մարդիկ, հա։ Իսկ տանում էր այդ վաղ շատ փոքր էի ես։ Հետո որ իր անունը տալիս էին, Լևոն Մադոյան այդ ստադիոն ոնց որ Արարատը գոլ խփի կամ այս։ Մի հատ աղմուկ էր, մի բան, վախից ես գնում էի պապին կպնում էի, ասում էր մի վախեցի, օղուտ, մի վախցիր ասում էր, պապտա է, պապտա։ Եղել է շատ խիստ տղամարդ տանը օջախում։ Ես դա հիշում եմ ուղղակի իմ մամայիս պատմածներից, իմ մորս պատմածներից, որ անպայման, երբ որ պապիկս տուն էր մտնում, բոլոր երեխաները պետք է մի կողմի վրա կանգնած լինեին եւ առաջի ափսեն ճաշը, երբ որ տատիկս պետք է մատուցեր, ուզում է 3 ժամ հետո գար, առաջի հերթին նա պետք է լցներ պապիկին, հետո նոր մնացած երեխաներին։ Լինում էին դեպքեր, որ զանգահարում էին պապիկին եւ խնդրում էին, որ նա հեռախոսով նվագեր։ Եվ այդպիսի մի դեպք եղել է, երբ որ Ավետիք Իսահակյանը իր սիրած կնոջ հետ նստած է եղել մի տեղ եւ զանգահարել է պապիկիս եւ ասել Լևոն ջան, մի հատ նվագի մենք լսենք։ Եվ Լևոն Մադոյանը նվագել է ուղիղ մի ժամ ու կես։ Շատ հումորով մարդ է եղել եւ շատ ու շատ ուրիշ դեպքեր մի ուրիշ առիթով գուցեև մենք կպատմենք պապիկիս հուշերից։ Հարկ իմ պապիկին, որ նա տվեց բազմաթիվ ժողովրդական լավ էլի երաժիշտներ։ Ամեն ինչ պետք է անենք, որ Լևոն Մադոյանի լեգենդը այսօր հասանելի լինի մեր հաջորդ սերունդներին։ Ես համոզված եմ, եթե Լևոն Մադոյանը կենթանի լիներ, ոչ պակաս ավանդ կդներ նրա ճանաչման գործում համաշխարհային, քան մենք եւ մյուսները։ Եվ ասեմ, այսօրվա այդ ճանաչման գործում
ինքը ֆիզիկապես ներկա չլինելով, ինքը նորից ավանդ ունի դուդուկի այսօրվա համաշխարհային ճանաչման գործում, որտեղ նրա դպրոցը հետևել են փառահեղ դուդուկահարներ Վաչե Օսեփյանը, Խաչիկ Խաչատրյանը, իմ ուսուցիչը, մի փոքրիկ մեղեդի նվագեմ։ Հարյուրամյա վարպետի, ուսուցչի, խնջույքների սիրտ ու հոգի Լևոն Մադոյանի գերեզմանին գինի հեղվեց։ Խառնվեցին հուշ ու մեղեդի, կարոտ, վիշտ ու խինդ, գնահատանք ժողովրդական նվագարանների կատարողական վարպետության ու ինքնավայել ոճի մասին։ Եվ խոնարհումի օրվա նվագները խառնվեցին Լևոն Մադոյանի ապրած տունը կալանած փողոցի աղմուկին, բայց նվագեցին դուդուկի անդավաճան նվիրյալները, նվագեցին վարպետած վարպետի հիշատակին, հարյուրամյա Լևոն Մադոյանի, ում ծննդյան օրը միշտ է ծես դառնալու անընդհատ վերադարձող մեղեդիներով, որ ելնում են միմիայն հայկական ծիրանի փողից, եւ երանի նրան, երանի ընտրյալին, ով երկյուղով է ծնում, ով երկյուղով է համբուրում մեղեդին, եւ երանի նրանց, որ դեռ ըմբոշխնելու են անշփոթելի մադոյանականը։